Փաշինյանը այսօր ազգային ժողովում կրկին կոչ էր անում հեղափոխություն անել, ժողովրդին ասում է, եթե համաձայն չեք իմ արածների հետ, դուրս եկեք հեղափոխություն արեք, ասում էր ես եմ ձեզ կոչ անում հեղափոխություն արեք։ Փաշինյանի սիրտը հեղափոխություն է ուզում, ոնց տեսնում ենք։ Մյուս կողմից էլ այն միակ մարդուն, ով ունակ է հեղափոխություն առաջնորդել, տարել ապօրինի բանտարկել է, կեղծ քրեական գործով, պարոն Փաշինյան։ Եթե իրոք անկեղծ հեղափոխություն եք ուզում, ինձանից լավ գիտեք, այսինքն ինձանից լավ չէ, բայց ինպես հավասար, որ հայերի սրբազանին, այսինքն Բագրատ Սրբազանին, այդ կեղծ քրեական գործով կալանավորել եք, հենց հեղափոխություն կազմակերպելու համար, այդ գաղտնալսումների ամբողջ փաթեթը ոչ մոնտաժած, ես վստահ եմ լսել եք, գիտեք, այն որ ասում են չի լսում, լավ էլ լսվում է։ Լավ էլ լսվում է, վստահ եմ։ Եվ հետևաբար առաջարկում եմ հետևյալը. բաց թողեք Բագրատ Սրբազանին եւ մյուսներին 18 արդարներին, կեղծ քրեական գործը թարգեք։ Ես էլ ձեզ խոստանում եմ մի տարվա մեջ սիրուն, թավշյա, աշխարհի, ասենք ձեր թավշյա հեղափոխությունը ոչ մի բան կլինի դրա դիմաց։ Ձեր թիմից ոչ մեկի գլխից խոստանում եմ, որևէ մաս չի պակասի։ Այդ են սիրուն պուպուշ հեղափոխություն կանենք։ Այդ կլինի արդար, թե չէ կոչեր եք անում հեղափոխություն արեք, բայց այն մարդիկ, ովքեր կան հեղափոխություն անեն, էլ կեղծ քրեական գործ, էլ կարանավորել, էլ 1001 կինո պատմություն, այդ արդար չի էլի։ Լավ որ բոլորիդ, հայր ջան, ասեմ, որ հեղափոխություն միևնույն է լինելու է։ Փաշինյանը չգիտեմ երբ կլինի, բայց Փաշինյանը ռեպրեսիաները ուժեղացնում է, ինչքան ռեպրեսիաները ուժեղացնի, այնքան հեղափոխության օրը մոտենալու է, բայց ես կուզենամ, որ այդ մենք կազմակերպենք, որ այդ լինի ամեն դեպքում ոչ բռնի, որովհետև եթե չգիտեմ ով կազմակերպի մեզանից դուրս, այդ ես տերը չեմ դրա, թե ինչ կարա լինի։ Լավ եղեք, լավ երեկո բոլորիդ։